Ողջունում եմ ձեզ, ողջունում եմ մեզ on-line հետևող մեր քույր եղբայրներին եւ այսօրվա խոսքս, որ կազմել եմ, վերնագրել եմ այսպես. Աստված քեզ չի մոռացել։ Սերներ, ինչքան հաճելի է, երբ մեզ շատ սիրող մարդիկ, ում որ մենք էլ ենք շատ սիրում, նրանք մեզ ասում են. ես քեզ սիրում եմ, ես քեզ չեմ մոռացել։ Իրանցից մենք զգում ենք սեր եւ հոգատարություն մեր անձերի նկատմամբ։ Ինչքան հաճելի է, երբ այդ խոսքերը մենք Աստծուց ենք լսում, երբ Աստված մեզ ասում է. ես քեզ չեմ մոռացել, ես քեզ սիրում եմ, ինչքան սեր ու հոգատարություն կա այս բառերի մեջ։ Բայց ելներ շատ հաճախ մեր կյանքում գալիս է մի իրավիճակ, մի փորձություն, կամ աղոթք ենք անում, դեռ պատասխան չկա, կամ նեղ ու դժվարին ճանապարհով ենք անցնում եւ ելք չենք գտնում, ու մի անգամից մեզ միտք է գալիս. Տեր, կարողա դու ինձ թողել ես։ Տեր, կարողա դու ինձ մոռացել ես։ Սիրելի օգի, ուզում եմ քեզ ասել, որ Աստված քեզ չի մոռացել։ Աստված քեզ չի լքել, նա միշտ քեզ հետ է։ Սիրելի օգի, գիտես, Աստված հենց այս խոսքերը հենց այնպես չի ասում։ Նա ուզում է, որ մենք հավատարմորեն, հավատալով իրեն, գնանք այն ճանապարհով, որտեղով որ նա է ուզում, որ մենք գնանք, եւ հասնենք այն տեղը, որտեղ որ նա է ուզում, որ մենք լինենք։ Եվ Աստվածաշունչը կարդալիս մենք շատ տեղեր ենք հանդիպում, սկսած Աբրահամից, Իսահակից, Հակոբից, Դանիելից, որ նրանք իրենց կյանքում շատ նեղ ու դժվարին ճանապարհներ են ունեցել, շատ փորձություններով են անցել, շատ տառապանքներ են կրել, բայց նրանք երբեք չեն հուսահատվել։ Նրանք երբեք չեն տրտնջացել եւ ասել. Տեր, կարողա դու ինձ մոռացել ես։ Այլ նրանք հավատով են լցված եղել, որ Աստված իրենց կանչել է, Աստված իրենց ասել է. գնա, ես քեզ հետ եմ, ու նրանք գնացել են։ Նրանք վստահել են Աստծուն, վստահել են Աստծո ներկայությանը, որ իրենց կողքին է։ Նրանք ամեն փորձություն հաղթահարել են, ամեն դժվարության միջով անցել են, որովհետև գիտեին Աստված իր խոստումը պահել է։ Աստված իրենց հետ է ամեն տեղ, ամեն ժամանակ։ Սիրելի քույրս, եղբայրս, այս ամեն ինչը Աստվածաշնչում է գրված։ Բայց ուզում եմ, որ ամեն մեկս մեր կյանքերը վերհիշենք, նայենք, երբ մենք ինչ-որ մի աղոթք ենք անում, որոնց պատասխանը երկար ժամանակ չկա, կամ ինչ-որ փորձության մեջ ենք, մի բանի համար աղոթում ես, կամ մի ինչ-որ կարիք ունես եւ դրա ակնկալիքը Աստծուց է լինում, ինչ ենք մենք այդ ժամանակ անում։ Միշտ մենք հիշենք այդ ամեն, ուզում եմ Դանիելի կյանքը հիշեցնել ձեզ, երբ Դանիելը աղոթում էր իր երկրի եւ իր ժողովրդի համար, Աստված հենց առաջին իսկ պահից պատասխանել էր Դանիելի աղոթքներին։ Բայց կար մի բան, որ Դանիելը պետքա պայքարեր, պետքա պատերազմեր, պետքա անցներ այդ տառապանքներով լի ճանապարհը, որպեսզի Աստված հայտներ իր հայտնությունները։ Նույն կերպ էլ մեր կյանքն է, սիրելի օգի։ Մեր կյանքը հիմնված է պատերազմների եւ պայքարների վրա։ Մենք էլ պետքա պայքարենք, մենք էլ պետքա պատերազմենք, բայց դրա հետ մեկտեղ մեր հավատքը չկորցնենք։ Մենք հավատանք, որ Աստված մեզ ասել է. ես քեզ հետ եմ, դու մենակ չես, ես քեզ չեմ մոռացել։ Հավատանք նրան ու գնանք Աստծո հետ առաջ։ Չտկարանանք եւ չսայթակենք, որ եթե մենք այդ մեր պատերազմներից փորձենք փախչել, խուսափել, մենք ընկնելու ենք մեր երևակայության մեջ։ Իսկ եթե ընկնենք երևակայության մեջ, մենք հաստատ կպարտվենք։ Մենք հաղթանակ չենք ունենա, մենք չենք հասնի այն վայրը, որտեղ որ Աստված է մեզ խոստացել, որտեղ որ մենք պետքա լինենք։ Սիրելի օգի, նորից ուզում եմ քեզ ասել. Աստված քեզ չի մոռացել։ Աստված քեզ չի լքում։ Ուզում եմ նաև Աստվածաշնչից մեկ հատված կարդալ Երեմիա մարգարեության 49-րդ գլխի 15-ից 16 համարները։ Միթե կինը կմոռանա իր կաթնակեր մանկանը եւ չի գթա իր որովայնի ծնունդին։ Եթե նա մոռանա, իսկ ես սակայն քեզ չեմ մոռանա։ Ահա ես իմ ձեռքերի ափի մեջ փորագրել եմ քեզ։ Քո պարիսպներն իմ դիմացն են միշտ։ Սիրելիներ, տեսնում ենք Աստված ինչպիսի համեմատություն է անում։ Մեզ ամենահարազատ մարդիկ մեր ծնողներն են։ Նա ասում է, ինչպես ծնողը կհոգա իրենից ծնվածին, այնպես էլ ես, բայց ասում է նաև կլինեն դեպքեր, երբ ծնողդ քեզ կթողնի։ Ու ցավոք սրտի մեր շրջապատում լուրերով մենք շատ ենք տեսնում այդպիսի դեպքերի, որ ծնողը թողնում է իր մանկանը, ուրանում է իր զավակին, եւ նաեւ տեսնում ենք իրավիճակներ, երբ ծնողը սպանում է իր երեխան։ Բայց Աստված ասում է. ես քեզ չեմ թողնի։ Քո ծնողն անգամ
քեզ կթողնի, քեզ կուրանա, բայց ես քեզ չեմ մոռանա։ Ես քեզ չեմ թողնի։ Սիրելի Աստծո զավակ, ես չգիտեմ ով ես դու, ես չգիտեմ ինչ փորձությունով ես անցնում, ինչպիսի ընտանիքից ես դու դուրս եկել։ Ուզում եմ քեզ քաջալերել։ Ուզում եմ քեզ ասել, Աստված քեզ չի մոռացել։ Նա քեզ սիրել է, նա քեզ սիրում է եւ սիրելու է։ Նա միշտ սպասում է քեզ։ Երբ ինչ-որ հարցում միայնակ կլինես, կզգաս քեզ միայնակ, անօգնական, հիշիր, որ Աստված քեզ սիրում է։ Հիշիր, որ Աստված քեզ սպասում է։ Աստված անհապեր սպասում է քո գալուն։ Երբ դու պետք է իրան կանչես քո կյանք, ու նա կգա։ Ուզում եմ նաև կարդանք Սաղմոսներից մեկ հատված, 27-րդ Սաղմոս, 10-ից 14 համարները կարդամ։ Թեկուզ հայրս ու մայրս լքեն ինձ, բայց ինձ ընդունում է Տերը։ Տերը սովորեցնում է ինձ քո ճանապարհները եւ առաջնորդիր, Տեր սովորեցրու ինձ քո ճանապարհները եւ առաջնորդիր ինձ ուղիղ ճանապարհով, իմ թշնամիների պատճառով։ Մի մատնիր ինձ իմ հակառակորդների կամքին, որովհետեւ սուտ վկաներ են կանգնում իմ դեմը, որ բռնություն փչեն։ Իսկ ես հաստատ հավատում եմ, որ պիտի տեսնեմ Տիրոջ բարությունը ողջերի երկրում։ Սպասիր Տիրոջը, թող սիրտդ պինդ եւ զորավոր լինի, եւ սպասիր Տիրոջը։ Սիրելիներ, մեզ շատերը կթողնեն, կհեռանան մեզանից, կլքեն մեզ, բայց հիշիր միշտ, որ Տերը սպասում է քեզ։ Տերը պատրաստ է քեզ ընդունելու։ Ինչպես որ կաս, նա սիրում է քեզ։ Սիրելի ընկեր, Աստված իր խոսքի մեջ շատ տեղերում մեջբերումներ անում այս խոսքերը, ես քեզ սիրում եմ, ես քեզ չեմ մոռացել, ես քեզ չեմ լքի, դու մենակ չես, ես գիտեմ քո նստելն ու վեր կենալը, մի վախեցիր եւ այլ շատ այսպիսի քաջալերական խոսքեր, որ Տերը ասում է եւ անում է։ Աստվածաշնչում շատ տեղերում ենք հանդիպում, որ Տերը իր ծառաներին, իր աշակերտներին ասում է՝ մի վախեցիր։ Եվ այդ խոսքը նաև ինձ եւ քեզ է վերաբերում։ Մենք ոչնչից չպետք է վախենանք, որտեվ Տերն է մեզ ասում՝ մի վախեցիր։ Մենք պետք է ամեն բանում գոհություն հայտնենք Աստծուն։ Գոհանանք այն ամեն ինչից, ինչ որ Աստված մեզ տալիս է։ Եվ ամենակարևորը ընդունենք Նրան։ Թույլ տանք, որ Նա գա մեր կյանք, մաքրի մեր անձերը, մաքրի մեր ներսը, հանի մեր միջից բոլոր այն վատ բաները, որոնք որ կան։ Դա կլինի բնավորության գիծ, կլինի կախվածություն, կլինի ազատագրություն, ամեն տեսակ բան, հպարտություն։ Թույլ տանք, որ Տերը մաքրի ու սրբի մեր անձերը։ Մեզ պատրաստի եւ մեզ ուղղորդի այն ճանապարհով, որով որ Նա կամենում է։ Հանձնենք մենք մեզ Նրան։ Եվ հենց դու հանձնվես Տիրոջը, Նա քեզ կքաջալերի։ Դու կզգաս քո ամեն օրվա համար, որ Տերը քեզ ասում է՝ մի վախեցիր։ Ես քեզ հետ եմ, ես քեզ սիրում եմ։ Եվ ես քեզ չեմ մոռացել։ Ամեն բանում քաջ եղեք, որովհետև Տերը քեզ հետ է, քեզ չի թողնի եւ չի լքի։ Մարդիկ կարող են քեզ լքել, մարդիկ կարող են թողնել քեզ, ընտանիքդ լքի քեզ, հեռանա քեզանից, ընկերներդ նույնպես թողնեն, հեռանան, բայց կա մեկը, որ միշտ քեզ հետ է։ Նա միշտ քո կողքին է, նա քեզ երբեք չի լքի։ Նա իր սերը ամբողջությամբ տվել է քեզ, նա սպասում է քեզ։ Դա մեր Տերն է, որ ամեն բանում ասում է՝ ես քեզ չեմ մոռանա, ես միշտ քեզ հետ եմ եւ մի վախեցիր։ Սիրելիներ, եկեք կանգնենք եւ գոհանանք մեր Աստծուց, աղոթք բարձրացնենք Նրան։ Տեր իմ Աստված, իմ երկնային Հայր, իմ Տեր, իմ Փրկիչ, շնորհակալ ենք քեզանից, Տեր, շնորհակալ ենք ամեն բանիդ համար, ինչ որ անում ես մեզ։ Շնորհակալ ենք, որ ամեն օր մեզ կյանք ես տալիս, գոհություն ենք հայտնում քեզ։ Տեր, մեր սրտերը, մեր անձերը հանձնում ենք քեզ, ընդունում ենք քեզ մեր կյանքում, խնդրում ենք մաքրիր ու սրբիր մեզ, մաքրիր ու սրբիր բոլոր այն վատ բաներից, որոնք որ ունենք, Տեր, ազատագրություն բեր մեզ, Տեր, սրբության կյանք բեր մեզ, Տեր, թույլ մի տուր, որ մեր մեջ եղած ամեն փոքրիկ նշունն անգամ, որը որ չարից է մնա, Տեր, ամենը հանիր եւ դու տիրիր մեզ սրտին։ Մեզ ուղղորդիր այն ճանապարհով, որով որ դու ես կամենում։ Մեզ տար այն տեղը, որտեղ որ դու պատրաստել ես մեզ համար։ Մենք քեզ ենք հուսացած մեր ամբողջ կյանքը, Տեր։
Մենք վստահում ենք քեզ, մենք գիտենք, որ դու մեզ հետ ես ամեն պահի, ամեն տեղ, եւ ոչինչից եւ ոչ մի բանից չենք վախենում, որովհետեւ դու մեզ հետ ես, որովհետեւ դու մեզ երբեք չես թողնի, Տեր, որովհետեւ գիտենք դու մեզ սիրում ես, Տեր։ Խնդրում ենք քո սուրբ ներկայությունը միշտ լինի մեզ հետ եւ